Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորիդ, այսօր ունենք հյուր, հատուկ հյուր Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպության համանախագահ Գագիկ Սարուխանյան, ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունեցիք իմ հրավերը եւ միանգամից իմ ուշադրությունն է գրավում ձեր կազմակերպության անունը, Հայաստանի ազատագրման, այսինքն դուք պատրաստվում եք ազատագրեք Հայաստանը եւ իհարկե ազատագրության համար համախմբում է պետք։ Իսկ այս վիճակով ոնց որ մեր այս վերջի օրերին մենք հետևում ենք, Հայաստանում սպանություններ, կարծեմ վերջի շաբաթվա ընթացքում 4 սպանություն, վերջի 7 ամսվա ընթացքում 42 սպանություն։ Այսինքն, երբ որ մենք մեզի կոտորում ենք, մենք Թուրքի երազանքը իրականացնում ենք, ինչպես եք դուք պատրաստվում համախմբել եւ ազատագրել Հայաստանը։ Խնդրեմ։ Շատ կարևոր հարց եք տալի եւ այս process-ը իհարկե շատ դժվար process է։ Ճիշտ է, մենք պետք է նախանշենք մեր նպատակը, ինչի ենք գնում ենք, ուր ենք գնում։ Որպեսզի այդ ընթացքում քիչ մեր հանրությանը պատրաստենք ազատագրման։ Եթե կարողանանք իհարկե հիմնովի նախապատրաստել, որտեղ ազատագրումը դա միանվագ երևույթ չէ, հա, որ ասենք ոնց որ անկախության հետ կապնելով ստացվեց, հա։ 91 թվականին մարդիկ հռչակեցին անկախություն, գիտեն վերջ, անկախ է վերջ, բայց ոչ, եղբայր, դա անկախություններ, ինչպես նաև ազատագրումը ամեն օրվա դաժանակին դժվար աշխատանք է։ Աշխատանք, որը իսկապես աշխատանք, որպեսզի կրկին չհայտնվեց գերության մեջ եւ կապ չունի թե այս անգամ որ կայսրության կողմից։ Ազատությունը դա մշտապես պահանջող, ասենք, մի գործընթաց է, բայց ցավոք սրտի մեր ժողովուրդը, մեր ազգը այնքան երկար տարիներ ապրել է գերության մեջ, որ ազատության համնուհոտը անգամ չգիտի իրական ազատության։ Իրանց թվում է թե այդ 91 թվականին հռչակած անկախությունը, որ կարծես թե արդեն անկախ ես, վերջ, պետք է սա քո հարցերը լուծի։ Չէ, եղբայր, ով ասե, որ պետք է ամեն ինչը ինքնստիքյան ստացվի։ Պետք է նախ եւ առաջ պետք է մենք լինենք քաղաքականապես գրագետ, քաղաքականապես շատ խորիմաստ եւ մարդկանց մեջ շատ մեծ, ասենք, հենարան լիներ նաև պետականաշինության, պետական մտածելակերպի, հա, տեսեք, անկախությունից հետո, այսպես ասած, հռչակելուց հետո, իշխանություններում հայտնվեցին այնպիսի մարդիկ, որ նախկինում էլ են, սա պարտոկրատիայի, այսինքն իրանց կադրային սա նորից իշխանության էին։ Նորից նույն մարդիկ Գեղամյանովը սկսած, ախպեր ջան, 70 տարի մեր ազգի գերության մեջ պահելուց հետո այդ մարդիկ կոմունիստ բոլշևիկ էին իրանց անվանում, որ այդ բոլշևիկներն են, չէ, սպանել Բաքունցին, Նժդեհին, մեր մտավորականությանը, այսինքն իրանք էին սպանել։ Ճիշտ է, հենց անձամբ ինքը չէ, որովհետև ինքը ժառանգն է այդ սպանողներին։ Հետո միանգամից դառան դեմոկրատներ, ժողովրդավարներ, ու նույնիսկ հայտնվեցին, ասենք, իշխանության։ Եվ ճիշտ է, ոչ ամբողջ կազմով, եւ ստվերից գալացող իրաց KGB-ի գործակալական ցանցի չերևացող ակտիվներ մտցրեցին գործի մեջ։ Եվ մեզ թվում էր, թե ինքստիկյան է Հիմա ձեր պատկերը կանգնած է, չի երևում։ Ահա, հիմա եղավ։ Եղավ։ Այո։ Այսօր մի բան կստացվի, բան եղավ։ Ինչևից է, հիմա տեսեք, այս ամբողջ ախե մենք նոր ենք ծանոթանում, ճիշտ է, ձեր հարցադրումը հենց է, չգիտես, մակերեսորեն պատասխանես ուղղակի թեզով, թե խորքային սկսես, ասենք, այդ ամբողջ process-ը նկարագրել։ Այ մենք ուզում ենք հենց ձեր պլանների եւ ասենք դուք ոնց եք պատկերացնում։ Ազատագրումը։ Ինչ բան է ազատագրումը։ Ազատագրումը այն է, որ դու ուղղնուցուծով քո պետությունը կարծես թե ինքը ՄԱԿ-ի անդամ է, կարծես թե դու համարվում ես անկախ պետություն, բայց իրականում դու անկախ չես։
որովհետև յուրաքանչյուր այս վերջը գոնե լավ, սկսենք 91 թվականից, վերջի 4 իշխանություններն են, հա, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ հիմիկվա այս անհասկանալի անձնավորությունը, որ համարվում է Հայաստանի ղեկավարը։ Այս 4 իշխանություններից ներքո Հայաստանի կառավարությունների, Հայաստանի իշխանությունների ցանկացած քայլ պայմանավորված է եղել կոնկրետ Ռուսաստանի շահերից դրդված։ Այսինքն եթե նժարներին դրված է եղել այս քայլը որ անեմ Հայաստանին օգուտ է թե չէ, կապ չունի, կարևորը որ Ռուսաստանին օգուտ լինի։ Ցանկացած որոշում, ցանկացած միջազգային ատյանում վերցրեք ցանկացած հարց։ Ինչ հարց ուզում եք։ Դուք պատկերացնում եք մակում անգամ, այսինքն ինչ-որ մի հատ քվեարկություն է գնում, որը հստակ, ասենք, չի բխում Հայաստանի վարկանիշի ելնելով, ասենք ոնց կարելի է այդպես ինչ-որ բան։ Ոչ, ուրեմն Ռուսաստանի օգտին քվեարկում են Բելարուսը, Հայաստանը մեկ էլ փախած ինչ-որ մի հատ Խաղ օվկիանոսում մի հատ կղզի պետություն, չգիտես, անունը չգիտես։ Չէ, այդ իրեք պետություն։ Այսինքն էլ չի մտածում, այսպես աշխարհը ինչ կասի։ Էլի գոնե ձեռնպահ մնում կամ փախնում են չէին քվեարկում։ Դե Հայաստան արել է։ Ռուսաստանը Սիրիա զոր կա ուղարկում, անպայման ստե ազգային ժողովը պետք է քվեարկեին, որ 30 հոգանոց կոնտինգենտ են ուղարկում։ Մեռնանք ասելու, արա ինչ գործ ունենք։ Լավ, ուղարկում են, հասկացանք, եթե ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանի վրա էլա դրված, հասկացանք։ Բայց ռուսական կոնտինգենտի ներքո։ Ասում են մենք գնում ենք, ասում են պատերազմի չենք գնում, դա խոսացել են այն ժամանակվա իշխանությունների Սերժ Սարգսյանի օրոք։ Իշխանությունների պատգամավորների հետ ենք խոսում։ Ասում այ ախպեր ոնց է դու ինչ գործ ունես Սիրիայի։ Ասում դե Ռուսաստանը մեր դաշնակիցն է, ասում արա ինչ դաշնակից էնի գնում անդե Մուտիլովկի համար։ Ինքը անդե գնում է որպես Թուրքիայի դաշնակից նաև։ Թուրքիայի հետ ասում պատերազմի չենք ուղարկում, մի քանի բժիշկ ենք ուղարկում, մեկ էլ սակրավորներ, այսինքն բանը, սակրավորների են, ասի լավ է էլի, ճանապարհները, սակրավորները մինապատումից հանեն, որ թուրքական տանկերը մտնեն, չէ՞։ Հիմա պարոն Սարոխանյան, այդ ամեն ինչը որ դուք ասում եք, մենք շատ լավ գիտենք։ Մեզ հետաքրքրում է հենց ձեր քայլերը, ինչպես եք դուք պատրաստվում։ Դե հիմա մենք քայլերը հետևյալն են։ Մենք ճիշտ ասած Հայաստանում ցանկացած սենց ասենք լուրջ երևացող, ասենք շարժ, երբ որ ասենք լինում է, պարտադիր ռուսական գործակալական ցանցերը համատեղ, այսպես կոչված հայկական ազգային անվտանգություն, ոստիկանություն անպայման դու քեզ հետևում են։ Եվ թույլ չեն տա դու իսկապես լուրջ հարստանաս այնքան կամ կարողանաս, ասենք, ֆինանսական այն հնարավորությունը ունենաս, որ իսկապես դու շնչես, գոյատևես եւ այդ քո ծրագրերը իրականացնես։ Դրա համար մենք որոշեցինք մեր կազմակերպությունը հիմնել համացանցային տարբերակով։ Այսինքն ձեր բերենք համախոհներ աշխարհի տարբեր մասերում, որը իդեպ ստացվում է, գնալով շտատանում են։ Գիտեք ինչ կա, մենք առաջնորդվում ենք նաև մեր 19-րդ դարի վարչապետ բանը պրեմիեր-մինիստրը Անգլիայի պրեմիերն է Գլաքստոնի խոսքերով ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը եւ այսօր գիտեք ինչ զարմանալի է, բայց աշխարհում տարբեր ազգի ներկայացուցիչներ կան, որ իսկապես հայերից ոչ պակաս, ես կասեի որոշ հայերից նաև առավել գիտակցում են, որ Հայաստանի փրկությունը ոչ միայն հայերի ձեռի գործը պետք է լինի, այլ նաև քաղաքակիրթ աշխարհը պետք է աջակցի այդ ամեն ինչին, որ Հայաստանը իսկականից դառնա աշխարհի լիարժեք ազատ աշխարհի անդամ, ընտանիքի անդամ։ Գիտեք, սա շատ կարևոր է, որովհետև մինչև ինֆորմացիոն
բանը չլինի հեմքը, մարդիկ չեն զարգանա։ Հիմա դուք տեսեք, ես զարմանում եմ արևմուտքում ապրող, լինի Գերմանիայում, Ֆրանսիայում կամ անգամ Ամերիկայում։ Այն մարդը դե ապրում է։ Վայելումը այդ արևմուտքի, հա, այսպես ասած, իրանց ասած, փդած արևմուտքի վայելքները վայելումը, բայց ասում է Ռուսաստանն է գովում, ասում է Ռուսաստանը չի Հայաստանը գովում։ Մեր աչքի առաջ Ռուսաստանը Արցախը մատուցեց թուրքերին, սկյուտեղի վրա։ Էլի շատ մարդիկ կան համ դմբոլ։ Դե դրանք հատուկ փողով աշխատող են, հարգելի Սարուխանյան։ Դե դուք իրանք մենակ այդ աշխատող, ուրեմն փողով աշխատողները ազգի կեսն է։ Եթե մեր ազգի կեսը այդ է բանանում, պահում, ուրեմն ազատագրելու վրա որ աշխատում են, տեղ է հասնում։ Ահա, մեր արածն ինչը։ Այ մեր դուք ասում եք ոնց եք ազատագրելու։ Այո։ Այսօր շատ կարևոր է ինֆորմացիոն պատերազմ։ Ինֆորմացիոն դաշտում մենք մեր վզին հետ բեռը վերցրել ենք եւ այդ ինֆորմացիոն դաշտում մենք նայեք ոչ միայն փորձում ենք ասենք մեր ազգակիցներին համոզել հակառակ process-ներում կամ աչքերը բացել կամ ինչ որ ձևով կրթել, հա, ասենք ազգին, որ քաղաքականապես մի քիչ զարգանան։ Պարզ ասեմ, թող ոչ ոք չնեղանա։ Մեր ազգը դաստիարակվել է ներքին փակ կաղապարում։ Եղում ունես գլուխը քորի կարգախոսի ներքո։ Շո վերջացավ։ Ես նորապես բացել այապեր այդ եղունգները գլուխը արդեն քոսա կպե, արդեն վերքա դառե։ Արա խելացի ազգեր, մի հատ ցնցուկ սարքի, այդ եղունգները էլ մկրատով կդրի եւ ազգովի բոլորս կլուղանան եւ ոչ մեկի գլուխը քոր չի գա։ Այսինքն սրա մասին է խոսքը։ Սա շատ դժվար է ճղել այդ պատը, հա, այդ կայսրացած պատը դժվար է։ Բայց հավատացեք, 3 տարի է մենք գործում ենք եւ բավականին մեծ հաջողության ենք հասել։ Այսօր մենք տեսնում ենք, որ շատ լուրջ ուշադրության են արժանանում մեր կազմակերպության տարբեր անդամներ, տարբեր երկրներում։ Լինի դա անգամ մեր թշնամի Ռուսաստանը։ Ձեր խոսքից պարզ դարձավ, որ դուք ուզում եք ազատագրել Հայաստանը ներսից, այսինքն հենց մեր ունեցած այսօրվա Հայաստանը, այլ ոչ թե պատմական Հայաստանը, որ ժողովուրդը ճիշտ է։ Չէ, միանշանակ պատմական Հայաստանը եւ մեր ասենք այս դրոշը պատահական չի, մեր սիմվոլը, որ Տիգրան Մեծի դրոշը, այո, իհարկե, առաջերտին նախ գոնե թղթի վրա արտացված Սևրի պայմանագրով հստակեցված եւ ազգերի լիգայի կողմից ճանաչված սահմանների ներքո, իսկ հետագան արդեն ցույց կտա։ Դուք դիվանագիտական ճանապարհով եք ուզում ազատագրել մեր պատմական Հայաստանը, թե զինվորական։ Ուրեմն գիտեք ինչ կա։ Մինչև դու դիվանագիտական ճանապարհով քո ազատագրումը կամ իրավական ճանապարհով քո ազատագրումը չնախանշես, ոչ մի ուժով դու ոչ մի բան չես կարող անել։ Հասկանում եք, այսինքն տեսեք Ռուսաստանի նման պետությունը, որ կարող ցանկացած պետություն էլ ասես մտնի ասեսի վերջ, էսի իմն է, որը իդեպ ինքը արդեն անում է, հա, աշխարհը չի ընդունում։ Ոնց տեսի իմն է։ Լավ այլ է։ Հիմա ինչ վատ կլիներ, որ ասենք Թուրքիան էլ մտներ Հայաստան, ասել էս էլ իմն է։ Դե մտել է, ասում էս էլ իմն է։ Դա լավ է։ Լավ է։ Չէ, վատ է, բայց դե իրան բանասող էլ չկա։ Հա, վատ է։ Ես ու դու էդի հասկանում ենք, որ վատ է։ Անգամ մենք այս վիճակում հասկանում ենք, որ էդի վատ է։ Բայց մարդիկ այդ ազատ աշխարհ, որ մենք ասում ենք, քաղաքակիրթ աշխարհ, որ մենք ասում ենք, դրանք ժամանակին արդեն անցել են այս թոուբոյով եւ հասկացել են, որ կա պայմանավորվածություն, որ կա որոշակի բաներ, որ իրավական ձևով պետք է լուծվի։ Ուժը հարց չի լուծում։ Այո, եթե դիմացի պետությունը ուժեղ է եւ Իրանից դուրս ասած զորբայություն անում, այո, ուժին ուժով պատասխանը, բայց առաջի երթին դու պետք է իրավական ճանապարհով լուծես։ Այո, համամիտ է։ Այսօր իրավունքը մեր կողմն է։ Իրավունքը հայերիս կողմն է։ Ազգերի լիգան հստակ մեզ տվել է սահմաններ, որտեղ Թրաբիզոնն է,
որտեղ Էրզրումն է, որտեղ Վանն է, Ղարսն է, Նախիջևանն է եւ Արցախը։ Կա, դա իրավական թղթի վրա գրած է։ Ու դա երկկողմանի պայմանավորվածություն չի, որ ասած դա երկու հոգի նստել են Փաշինյանն ու Ալիևը իրար մեջ, ես ինչ խելքից դուրս լիգայի կողմից ընդունված է։ Դա առաջին համաշխարհային պատերազմից հետո հաղթած պետությունները նստել են, քարտեզները գծել են։ Արա դրանից են կոն դա նույն փաստաթուղթ է, որ հազարատ տանկ, մի 500 կամ 1000 ինքնաթիռ, 100,000-ավոր հրթիռներ ճղում այդ թուղթը։ Սրանց պետք է չափ ուժ ունես քշի։ Լավ, ասենք վաղը որ ուժ ունեցանք, մտնենք Իրաքներ գրավենք, Վրաստաններ, հա, ով մեզ թույլ կտա։ Ախր պետք է ամեն ինչ իրար հետ ոնց ասեմ, համընկնի եւ քո դիվանագիտական, եւ իրավական, եւ ռազմական հնարավորությունները։ Այ երբ որ իրավական եւ դիվանագիտական ճանապարհով դու հաղթում ես, հավատացեք, ռազմականը մի քիչ էլ որ թույլ լինի, heç կապ չունի։ Որտեղ աշխարհը գալու է, ինքը իր գրած թղթին տեր կայնի։ Մեր իշխանավորները երբեք չեն դրել աշխարհի դեմ, ասեն այ ախպեր ջան, էսի դուք եք գրել, հա։ Իդեպ Բուդրոս Վիլսոնի ստորագրությունը եւ իրանց այդ մեծ կնիկով հաստատված Հայաստանի սա, դրանք հավերժ փաստաթղթեր են, վաղեմության ժամկետ չունեն։ Արա գնաց ճղի, գնաց այսինքն դուք եք արել, արա մեզ են բռնազավթել են։ Մեզ էլ բռնազավթել են, եկեք տեր կայնեք, պանջատիրուշ նման խոսացեք, որովհետև մեր դիվանագետները չեն հասկանում, որ դա մենակ մեր հարցը չի, դա նաև իրանց հարցն է, գիտեք ինչի, որովհետև իրանք իրանց խոսքի տերը, որ չկայնան, իրանց երկիրը կփլուզի։ Ես ես հասկացա, պարոն Սարուխանյան, հիմա եթե այս ձեր խոսքերով, որ գալիս ենք ներսի ազատագրությամբ, ուրեմն մենք պետք է ազատագրենք մեր եկեղեցին նույնպես, ինչ կարծիքի եք։ Բա իհարկե, միանշանակ։ Հիմա դուք տեսեք Նիկոլ Փաշինյանի կիսատ պռատությունները։ Նիկոլ Փաշինյանը ինչ որ անում է, կարծես թե այդ իր Նիկոլապաշտները մի կողմից ասում են, այդ էս ինչ լավ բան արեց, բայց կիսատ պռատ է։ Ինքը անում է այդ բանի մար, պլյուս ստանա, որ Յանում անում է։ Նա տեսեք եկեղեցու դեմ ինչ-որ բան է սկսվել, հա, ինչ-որ երկու սրբազան բան արեն։ Բայց ախպեր ջան, դու եկեղեցին ինչի՞ չես մակրազարդում։ Եվ մեր եկեղեցին սկսած 21 թվականից դառնա NKVD-ի այն ժամանակ դեռ, NKVD-ի հիմա էլ FSB-ի կամ KGB-ի կամ FSB-ի մոտ գործակալական ցանցի մի հատ առանձին վարչություն։ Ցանկացած սրբազան դա հաշվի գնդապետի կամ գեներալի կոչում է FSB-ի։ Դա միանշանակ է, միանշանակ։ Հիմա ով ինչ ուզում է ասի, այն քահանաները կան, սարկավագները, որոշ մարդիկ, որ ասենք հիմա ապստամբերից ինչ է խոսում բան, այո, ես տեր եմ իմ ասած։ Հիմա ուրեմն կաթողիկոսը Միքայելը, որ ձերբակալված է, պետական կոր, հիմա Բագրատը, բոլորը ագենտ են, ձեր բանով։ Բա իհարկե, ես ձեզ ասեմ, եթե նրանք ծառայում են ոչ թե հայ ազգին, այլ ռուսական, իրանց քայլերը ևս ռուսական շահերից դրդված են։ Երբ որ իրանց պետք է, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտը, Լևոնը մնացած սաղով, որ ինչ ընտրություններ կեղծում, ասում են կարա եկեղեցի ձենանի, իրանք պետք ասում են չենք խառնվում, բայց դեպքում խի խառնվակ որ։ Բայց դեպքում խի։ Դե պարզից էլ պարզ է, ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր միջև հմի պաշտպանում են այդպիսի չակերտների մեջ ասած հոգևորականների։ Մի բան ասեմ, էլի հարգելիս, լսեք։ Մտածեք, ես ինչի եմ ասում կիսատ պռատությունը։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը, ինչ մեղադրանք է առաջադրում ու ասում է
վեհապարը իրանք չուներ ամուսնանալ, նա երեխա ունի, չլսի, Խախտել է կուսակրոնությունը։ Հա, եւ ինչ գործ ունես դու այդ բանը։ Դու պետության ղեկավար ես։ Ու հստակ այսօր աշխարհում եք արդեն հայտնի է, այտենց հայտ չկա, որ չիմանա։ Հայաստանում պահպանվող այդ գեղարդը որ կար, սուրը, որով Քրիստոսին խոցել են, դա համաշխարհային արժեքներից մեկն է քրիստոնեության, պահպանվում էր Հայաստանում։ Այսօր հստակ գիտենք, որ դա կիսվել է, կտրվել է եւ դրա բուտաֆորիան տեղում է, դրա կեսը ուղարկվել է Մոսկվա։ Դա կոնկրետ քրեական գործ է, որովհետեւ այդ գեղարդի համար եւ այդ քրիստոնեությունը պաշտպանելու համար այս արդեն 1700 տարի է, ինչու՞ չէ նաեւ հենց 2000 տարի է, մեր պապերը կոտորվել են։ Իմ պապերը տարբեր սերունդների Պապերը Այդ հիմա ինչ որ դուք ասում եք, դա հաստատ է։ Ահա, դե հիմա բերեք, եթե այդ խոսակցությունը Չէ, ես հարցնում եմ, թե դա հաստատ է, որ դուք ասում եք։ Հիմա լսեք, ես ասեմ, հաստատով ոչի, ես ով եմ։ Ես դատախազն եմ, ես էլ լսել եմ ըստեից ընդեից։ Այ ես եկեք հաստատ կասեմ այն ժամանակ, երբ որ ես էլ եմ իշխանավորը։ Ես էլ եմ կասեմ, այդ ոնց է, տեսեք։ Երբ որ ես համացանցում Նիկոլ Փաշինյանին անվանում եմ խամաճիկ, Ռուսաստանի խամաճիկ, իմ վրա քրեական գործ են արվում։ Դա լսում են, չէ, լրիվ լսում են։ Բայց գեղարդի վերաբերող այդպես ինֆորմացիա կամ լավ, ապա տեղեկատվությունը տարածվում է։ Բայց մենք բերենք այդ գեղարդը, էքսպերտիզայի ենթարկեք 10 հատ տարբեր աշխարհի էքսպերտների կողմից։ Ու ասեք, չէ, ապեր, սուտ տեղեկությունն է։ Հանդարտացեք այս մարդկան։ Կամ ապացուցեք, ու գնա արդեն զորքով այդ քո վեհապարի կանդալները գցի, շղթաները գցի թևերին ու տար, ասած բան ար։ Ինչ է նշանակում ամուսնացածը, չնայած հա, էդ էլ է բան։ Բայց ես չիմանամ, ախպեր ջան, ես այդում խաչ եմ քաշում, դու մի ասեմ, դե ամենագլխավոր է, որ պետք է դա սա հետևի ճիշտ լի, ինքն է արդեն պիղծ, հա։ Էդ էլ է տարբերը։ Ճիշտ եք ասում, շատ ճիշտ եք ասում։ Մենք գիտենք մի բան։ Երբ որ բոլշևիկյան, կարմիր բոլշևիկները, թուրքերն ու բոլշևիկները համատեղ բռնազավթեցին Հայաստանը, բսկտեցին, մասնիկ արեցին, ամբողջ մտավարության կամ սրի քաշեցին։ Այն մնացածին որ մի քիչ այդքան էլ երևացող չէ, դրանք դեռ սաղին քշեցին Սիբիրները։ Եկեղեցիները ամբողջությամբ փակեցին։ Հազարատ եկեղեցուց միջինը սենց եմ ասում։ 30-40-ատ թողեցին, 2-3-4%։ Մնացածը քանդեցին, գոմ սարքեցին ու բան։ Դա բոլշևիկներն արեցին։ Բայց հետո հասկացան, որ ամբողջությամբ պետք չի դա քանդել։ Մարդիկ հələ կարճված են, հա, այդ եկեղեցիներից, տատիկները, պապիկները, ինչ արեցին։ Բոլշևիկներն ինչ արեցին։ Ընդամենը այն քահանաները, ովքեր համաձայնվեցին աշխատել սովետական իշխանությունների հետ եւ ստանալ NKVD-ի լեյտենանտի կոչում, մնացին այդ 3-4% եկեղեցիներում շարունակել հոգևոր աշխատանքը, համեն երկրորդ օգուտը քաղեն։ Մարդիկ գալիս են ապաշխարելու, այնքան լիքը հետարքիր ինֆորմացիաներ ստացան ու փոխանցում էին KGB-ին։ Եվ այն ժամանակվանից մինչև օրս հայոց եկեղեցին դարձել է NKVD-ի, հետո KGB-ի, հիմա էլ FSB-ի գործակալական ցանցի մասնաճյուղը։ Այո, վարչություն, առանձին վարչություն։ Սա է։ Վերցնենք Արցախի թեմի առաջնորդին։ Քանի կարարա ինչ կատարվում էր Արցախում, ինքն դե իշխանության հետ ամեն ինչ ճիշտ էր հետո, բայց այդ ոչ ճիշտ գնաց որ վերջում հայտնվավ Ադրբեջան դառավ Արցախը։ Այդ ո՞նց էր ճիշտ, բայց դու հոգևոր էիր, հələ։ Կամ ինքը ուր է։ Բայց դու մի օր միթե այդ ամբողջ կազմը Արցախի մի հատ սխալ բան չի արել, որ որպես հոգևորական հələ իր ասել տղեկ, էս ինչ եք անում։
Չէ, ցանկացած քայլի ժամանակ ամեն ինչը միշտ ճիշտ է եղել։ Եվ ճիշտ, ճիշտ, վերջում էլ արա սենց եղավ։ Ոնց է։ Բայց դուք հոգևորական եք։ Դա նշանակում է, որ իրար բերան թկած ժողովրդական լեզվով ասեմ։ Իշխանություն, հոգևորական այդ կոչվածները, դրանք սաղ ու ես հանգարց չկարծեք ես հակաքրիստոնյա եմ, ես քրիստոնյային որ կամ ուղնու ծծու։ Ես քրիստոնյային որ կամ։ Մենք ունենք մեր կազմակերպության մեջ շատ ճանաչված մի լավ տղա, որը հանդգնեց այդ մարդկանց իշում նա ճշմարտության բառ ասել։ Արկածեց արեցին, հանեցին հոգևոր Ես պատկերացնում եմ ում մասին է խոսքը։ Պատու դուք լավ գիտեք իրան, այո։ Այո։ Հիմա լավ, հասկացանք։ Իմ մարտական ընկեր է։ Այո։ Հիմա տեսեք, այսինքն չեն հանդուրժում, եթե նա մոլորյալ է, իրանց եղբայրն է, նույն հոգևոր ծառայության մեջ է բացատրեն, ասեն, չէ, սենց չի, մենք ազնիվ ենք, սենց ինքը այդքան դմբոտ տղա չի, որ չհասկանա, չէ, ուղղակի նա այնքան թիրախին ճիշտ էր խփում, որ իրան հանեցին դուրս։ Չէ, ինքը ազնիվ մարդ է եւ չի կարողանում լռել, ինքը տենում է։ Ես ինչի համար եմ ասում, Նիկոլ Փաշինյանի կիսատ պրոտությունները։ Հա, Նիկոլ Փաշինյանն էլ այդքան դմբլոչի, ինչքան մարդկանց թվում է։ Նա դիկտատորիալ է այդ կիսատ պրոտություն անում, ինքը որ հստակ 100%-ով մեղադրանքները դնի, իսկապես կդատի, բայց ինքը չի ուզում դատի։ Որտեղ ինքը մի վարչությունից է, ինքն է ծառայում այդ կայսրության։ Իրանք այդ բեմադրությունը սարքում են եւ դիմացինին պաշտպանվելու տեղ թողում է, որ լեզուները լրիվ կտրված չլինի։ Այո։ Ուզում եք Նիկոլ Փաշինյանը սենց շամպանսկու խցանի նման թռնի։ Ուրեմն նախկիններ եւ հոգեվորականներ вообще ասպարեզում մի երևաց եք։ Տեսեք ոնց կդառնա։ Բայց հարցի պես սենց նոր ուժեր չեն գալի ասպարեզ, սենց նոր ջահելներ, հա, երիտասարդներ։ Ոնց կան։ Այսինքն այդ ջահելները ոնց կան, որովհետեւ ջահելներին արդեն համասարաններից վերբովկա են անում։ Որովհետև իրանք նախքին իմ ու քո կաշվից քերթած կոպեկ որ թալանել են, այս երկիրը, այդ թալանները կոնկրետ մարդկանց ձեռներում են, օլիգարխների, Կարեն Կարապետյանների, Սամվել Կարապետյանների։ Ուզում եմ ասեմ ինչ 20 տարի առաջ, ինչ հիմա նույն մարդիկ են, նույն մարդիկ, նույն դիպիլների, այո, ֆինանսը իրանք ձեռքերում է։ Եվ իրանք մտնում են, հիմա նայեք, որպեսզի այդ ձեր ասած գործողությունը արվի, դա իսկապես հավատացեք, բավականին լուրջ գումարների հետ է կապնված։ Գնաց սենյակներ, մշտապես ասենք գոնե այդ մարդկանց խորապայիկ, նայեք, ես չեմ ասում այսօրվա թող ու բոյի մեջ Հայաստանի, որ մարդիկ մտածում են բարձր աշխատավարձեր ստանան, չէ՞։ Բայց եթե ազգը սիրում ես, ես նվիրվում ես այդ գործին, բայց այդ մարդուն գոնե պետք է ապահովես իր օրապահիկը։ Չեմ ասում ինքը իր ընտանիքին այդ պահի, բայց գոնե ինքը իր հացը պիտի տաս։ Հենց հաշվեք, տրանսպորտ, կապ, գրասենյակ է, հենց հաշվեք, բավական լուրջ գումարներ է։ Ովակարում դա վերարտադրվի, իհարկե նախկին թալանջիները, որ ով կարող է դրա դեմը առնի, հեղափոխական Նիկոլը, որը չի առնում, պետք չի իրան։ Որովհետև Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանի պահապան հրեշտակներն են։ Պարզ է։ Հիմա մի քիչ մտնենք քաղաքական հարցերի մեջ, հա, ինչպես գիտեք, վերացնում են, ավելի ճիշտ հանում են Արարատ լեռը կնիկներից անձնագրային, հետո դրանից հետո հայտարարեցին, որ 4-րդ հանրապետություն են ստեղծում, սենց խառավիճակ է։ Խնդրեմ ձեր կարծիքը, հա, այս ամենին։ Լսեք, ուրեմն ես որ ասում եմ, սա ուղնուցուտով, սենց ասենք, գործակալը, դա արդեն միանշանակ։ Եթե նեն չի, որ վիճելի է, հա, այդ հարցը, գիտեք իշկ այդ Արարատ լեռը, որ հանենք, արա դե ճիշտ է, էլի հանելը, մեկնո չէ սխալ է, ինչ-որ վիճաբանականն լի, որ ինչ-որ մի խնդիրը առաջանա, որ ասենք, արա դե մեր ազգի շահերից է բխում, որ հանենք, չէ, չկա տես բան, ընդամենը հանձնարարական է կատարում։ Հիմա դուք ասում եք ազատագրվել, չէ, ոնց եք պատկերացնում։ Հիմա այս ժողովուրդը արդեն այդ խոսակցությունը որ կա, նայ արդեն կա այդ խոսակցությունը, չէ։
Ապտի հելին փողոցները հելնի։ Արա մենք քրիստոնյա ազգ ենք, մենք առաջի քրիստոնյա ազգ ենք, ըստ քրիստոնյության Նոյը հանգրվանել է Արարատ լեռան վրա։ Հիմա էդի Թուրքիայի տարածքում է, Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում է, Ռուսաստանի, Քրդստանի, թե Հայաստանի, դա մեր համար կապ չունի։ Դա համամարտկային արժեք ներկայացնող լեռ է։ Ինչ է նշանակում Հայաստանի դե ուրեմն դուք ձեր սիմվոլից հանեք լուսինը։ Դե ասում են լուսինը ոչ մեկի տարածքում է, Արարատը մեր տարածքում։ Ո՞վ ասեց ոչ մեկի տարածքում է, մոլորակի տարածքում է, իմ տարածքում է։ Ինչ է նշանակում տարածք։ Նոյը որ իջնում էր Արարատ լեռան վրա, հիմա Թուրքիայի չկար ու Թուրքիայի տարածք չի իջենք, ինքն ընդամենը որպես լեռան վրա է իջել։ Եթե նավը հասներ լուսին, լուսնի վրա կիջներ։ Դա որպես Նոյի հանգրվան ենք մենք նշում, ոչ թե որպես Թուրքիայի տարածք կամ Իրանի տարածք կամ Ամերիկայի տարածք։ Մենք դա նշում ենք որպես Նոյի հանգրվանի տեղ։ Մեր զինանշանի վրա է դրված է Արարատ լեռը վրանն էլ Նոյի տապանը։ Ինչ է նշանակում, որ մեր տարած։ Այդպես որ սա հանձնարարություն է կատարում։ Այսինքն, հիմա ես քաղաքականին անդրադառնամ։ Կարծես թե, հիմա տեսեք շատ հեշտ է, չէ՞, Նիկոլ Փաշինյանին անվանել թուրք։ Թուրքանա։ Թուրքի հրամաններ է կատարում, թուրքին Բայց ինչի է ձեզ թվում որ Նիկոլը հենց Թուրքի հրամաններն է կատարում, ոչ թե Ռուսաստանը։ Նիկոլը կատարում է այն, ինչ որ իրան Կրեմլից են ասում, որովհետև ինքը ուղիղ հեռախոս առանց զանգի իր կաբինետից, Հայաստանի Ալես Սիմոնյանի կաբինետից, ուղիղ կապը Կրեմլի հետ է, Ստամբուլի հետ չի։ Իրան ասվել է, որ դու պետք է Քո հարաբերությունները լավացնես Թուրքիայի հետ, սենց արա, սիմվոլը հանի։ Ես համոզված եմ կգա ժամանակ, որ սա գաղտնալսումները կամ բաները կգանք իշխանության, վաղ մյուս օր լինելու է դա։ Ռուսաստանը տապալվելու է, Հայաստանը ազատագրվելու է։ Դուք կտեսնեք, որ ինքը ուղնուծուցող ռուսական գործակալ է։ Իսկ ով գործակալ չէր միջև հիմի, բոլորն էլ է տեղը։ Ես Նիկոլ Փաշինյանին ուզում եմ պաշտպանած լինել։ Դուք նայեք, ես ուզում եմ բացահայտեմ առհասարակ ռուսական գործակալական ցանցի գործելակերպը։ Հիմա նայեք, Ռուսաստանը քանի որ հայտարարել է, որ ամեն ինչու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, այսօր ռուսական գործակալական ցանցի ներկայացուցիչները, ովքեր մասամբ այն նրանք ովքեր Պարզապես ասում են առանց Ռուսաստանի մենք կյանք չունենք, եւ մեկ էլ նրանք ով որ քողարկված իբր ազգաստեր են, ազգային ուժեր են, կարծես թե Ռուսաստանն էլ մի երկու անգամ քլնգել են, իրանք հայտարարում են Նիկոլ Փաշինյանը թուրքական գործակալ է։ Նիկոլ Փաշինյանը մի 6 կազմակերպության ագենտ է։ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի եսիմ ծախու արարածն է։ Նիկոլ Փաշինյանը պոռնիկ է, Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ է, բացի ռուսական գործակալից։ Այսինքն էս Ռուսաստանից հարվածը շեղելու պրոցես է գնում։ Դա դե ասում են թուրքական գործակալ է, իրանք տենց են ներկայացնում։ Այո, թուրքական գործակալը ինչ ուզում ես ասա, ինչ ուզում ես ասա, բայց Ռուսաստանի անունը չտաս։ Բայց չգիտես ինչու, այդ թուրքական գործակալը, ասենց ասեն։ Երկու օրը մեկ Մոսկվա է թռնում։ Դե եթե ճիշտն ասած այսօր շատ մեծ տարբերություն չկա թուրքական ես թե ռուսական ես գործակալների բանը, որտեվ երկուսն էլ նույն նպատակին են ծառայում։ Չէ, լսեք, ճիշտ է, մեծ տարբերություն չկա։ Ես մի անգամ մի համեմատություն արեցի։ Նայեք, նա ռուսական գործակալ է թե թուրքական, մի քիչ շատ նրբություններ կան։ Ինչու՞ է նրբությունը։ Պատկերացեք, մենք ընկերներով, զինակից ընկերներով խրամատում ենք,
Մեկ էլ ինչ-որ մի ռումբա անգնում խրամատի մեջ, մի մասը զոհվում են, մի մասը վիրավորվում են, մի քանիսն էլ ողջ են մնում։ Հիմա ասում ենք ախպեր էս ռումբը որտեղից եկավ։ Ասում ենք ախպեր հյուսիսից եկավ։ Հյուսիս այն կողմից եկավ ռումբը ընկավ։ Նրանց ասում չէ, հարավից եկավ։ Այն մարդը սպասեք, մենք ճիշտ ենք։ Հարավից որ գալիս է ժայռ, չէր կարող ռումբը ընկնել բանի մեջ։ Հա կարող ընկնել, ընդդից էլ են կրակում։ Հիմա մի մարդա մեկնել ասում է, արա դե հիմա ինչ տարբերություն որդուց եկավ ընկավ, հա դե հիմա արա խնդիրը այդ չի է։ Խնդիրը այն է դու պետք է հստակեցնես։ Այդ ռումբը որտեղից է եկել, որ դու մեջքով այդ կողմի վրա էլ չկայնես։ Որ դու կոմունիկացիաներ ստեղծես այդ ուղղության վրա։ Հիմա երբ որ մենք ասում ենք սա ռուսական գործակալ է, արա չէ։ Այսինքն մեր մեջքը էլի բաց են թողում, ասում են դու նայի արևմուտք, դու նայի Թուրքիային ընդդից է եկել, մեծ հաշվով տարբերել կրակում են էլ, բայց քեզ ուզում են միամիտ ասնել, որ մեջքդ նորից ուզում են միշտ ռուսին պահեն հրեշտակի դերում, հասկացաք ինչ ասեն նրբությունը, սա հստակ մշակված ռուսական գործակալական ցանցի աշխատանք է, եւ այդ աշխատանքին միանում են բոլոր տեսակի գործակալները։ Սա լակմուսի թղթի նման մի բան է։ Լակմուսի թղթի նման։ Ով իրան հարցերում շատ խորաթափանց կարող է վերլուծի։ Եվ այդ խնդիրը չի վերլուծում, մակերեսորեն անցնում։ Ուրեմն հաստատ իմացեք, նա էլ ինչ-որ ձևով ռուսական գործակալական ցանցի հետ ինչ-որ առնչություն ունի։ Կամ վախացրել է, կամ շուտվանից եղել է, բայց այնքան հմուտ է եղել եւ քողարկված, որ չես կարացես գաս։ Այսօր Ռուսաստանը թիվ 1 ծրագիր թշնամին է։ Այո։ Արցախի հանձնումը գծվել է Կրեմլում։ Կրեմլում, ոչ Իսլամաբադում, ոչ Թել Ավիվում, ոչ Ստամբուլում, ոչ էլ Բաքվում։ Կրեմլում գծվել է, իրականացնողներն են իրականացրել են։ Դուք պատկերացնում եք մի ընտանիքի ում ընտանիքի անդամին գնդակահարում են։ Այսինքն մահապատիժը կա, վճիռ են տալի, այն էլ կեղծ վճիռ են տալի, որ չի համապատասխանում իրականությանը։ Վճիռը կայացնում են, ասում են գնդակար են, գնդակարողն էլ գնդակարում են։ Հիմա ամբողջ ցեղով, ամբողջ ազգով, ամբողջ հարազատներով ընկած այդ վճիռը իրականացնողի, այսինքն դայքի թշնամին անվանում, դա իր աշխատանքն է։ Հա ինքը վատ մարդը, որ առհասարակ այդ աշխատանքի գնացել է։ Հա ինքը շատ վատն է։ Այո, իրան էլ կարելի է թշնամել։ Բայց այն վճիռը տվող դատավորը, որ գրել է գնդակարել, ասում թե ինի մեղ չունի, այդ խփողն է։ Դուք պատկերացնում եք, մենք ինչքան պրիմիտիվ ազգի տպավորություն ենք ստեղծում կողքից մեր նայողների մոտ։ Դուք պատկերացնում եք, բայց ցավոք սրտի մեր ազգի այստեղ կարելի ասել ազգի, որտեղ մի գեր մեծամասնություն մարդիկ, հա, շատ միլիոնավոր մարդիկ ռուսամետ են։ Ռուսամետ։ Ահա, ինչու համար, որովհետև NKVD-ն, KGB-ն, այդ հոգևորականները լավ աշխատել են, տարիներով աշխատել։ Միջև մի աշխատում են եւ իրանք պետքա դուրս գան մեր եկեղեցի։ Ու հենց այդ իրանց գործն է, որ հզոր սելավի դեմ հելել եք, այդ դուք մեր եկաք մեր կազմակերպության, այդ սելավի դեմ հելած մենք փորձում ենք ճուն մեր ձայնը տեղ հասցնել։ Ու ես ձեզ ասեմ, առողջ քննադատության ճիշտ գնահատականի կարոտ են մեր ժողովուրդը։ Ճիշտ է, շատերը արդեն են աստիճանի են շեղված, այսինքն իրանց հոգնած, հիասթափված, որ այդ ինֆորմացիոն սելավի մեջ անգամ չի էլ բանանում, ընտրում թե որը լսի, որը չէ։ Բայց ինչի համար եմ ասում, որ այս 3 տարի է մենք արդեն մեծ հաջողություններ ենք, արդեն շատ մեծ ուշադրության ենք արժանանում։ Հիմա նայ գալու է հեսա մյուս տարի ընտրությունները, չէ։
Մյուս տարի ընտրությունները։ 26 Հիմա թվականին։ տեսեք ինչ տիպի դաշինքներ ասես չի ստեղծում։ Բոլորը գիտակցում են, լավ տարբերակը, որ մատանինչ ուժ ստեղծենք, ցույց տանք, որ Նիկոլին դեմ ենք, բայց հներին էլ ենք դեմ, հներինից էլ ոչ մեկ, այսինքն երրորդ ուժ են ուզում ստեղծեն։ Բոլորը գիտակցում են դա, որ ժողովրդին կարող է գրավեն, բայց մի բանը խակ ձևի են մոտենում։ Երբ որ իրանց ասում ես դուք նշելու եք ձեր ծրագրերի մեջ, որ Ռուսաստանը թիվ 1 թշնամի չէ, պետք չի մեզի, ոչ Ռուսաստան, ոչ Ամերիկա, իրար ուժ եք ասում։ Այն դեպքում, երբ որ արդեն մոլորակը երկու մասի է կիսվել, ես միշտ ասել եմ, ասում եմ, եթե կարար իրան թույլ տալ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, հələ երբ որ այսքան բևեռացած չէր այդ հակամարտությունը, ասում են եւ, չէ՞, ասում են եւ այն, Յա լուրջ ես ասում, այն շուստրի գառներից ես, այն երկու մորցից ծծով։ Լավ, հասկացանք, մի հատ պերիոդեր ասում են քյասի բազգանարը լավ ոչինչ, դեռ մի տվեք թող սենց յոլա այդան։ Բայց այսօր արդեն հասել է այն վիճակի, այն աստիճանի է բևեռացես ամեն ինչը, որ քեզ թույլ չեն տալու, գիտես ինչ կա Ամերիկա ջան, համ դու ես, համ էլ Պուտինը։ Չի գիտեն։ Քեզ հարց են տալ, արա որոշի։ Արդեն լարերը երկու լարի վրա խաղացողը, արդեն ոտերը կարող է քո ճկունությունը բավականացնի։ Այսինքն ոտերը այնքան լայնացնես, ասենք շպագատը կարող ես լավ նստես։ Բայց ոտերի երկարություն արդեն չի հերիքում։ Ապա հերվածել են ընկնելու ես։ Այո։ Պարոն Սարուխանյան։ Հասկանեք այստեղ։ Չեն հասկանում, մարդիկ ասում են, մեզի ոչ են ապետ, ոչ են։ Յա, լուրջ եք ասում, այդ մեկուսականները համեղ պատառը, գիտեք, ցանկացած պետության համար։ Դրանք իրար ձեր բռնած նույն ձև աշխատում են այսքան դար։ Դու պետք է ընտրես։ Հիմա նայ ես մեր արևմտամետ կոչվածը, ես մեր յան թե արևմտամետա, դու գիտես որ Ամերիկայում էլ ով արևմտամետ։ Ով արևմտամետ, օրինակ։ Նիկոլը։ Դուք եք հասկանում։ Բայց եկեք տեսեք մեռան քարոզելով, հարգելիս, մեռա քարոզ։ Այս 2 տարի է քարոզում եմ, որ այս ոչ էսա մի բան, ոչ այնա մի բան, սաղին հաթ անուններով, իրանց գործերով։ Արաստա ոչ մի բան է։ Էլ եկեղեցու մասի էլ չասեմ։ Ասինք ու շարունակում ենք ասել, բայց դեռ նկատում եմ։ Պետք է ասենք։ Գիտեմ որ պետք է ասեմ, իհարկե պետք է ասեմ։ Ես դες ասեմ, հարգելի լեդրուս։ Ես դες ասեմ։ Խնդիրը այն է, որ այս ազգը, մեր ազգը, սպասում է կամ Տոլքանգերին, կամ Սասունցի Դավիթին։ Իրան թվում է թե մահերին է սպասում։ Մեկ ասում են, ուր է մեր տղա չկա, հելի ուր առաջնորդ։ Արա, առաջնորդը պետք է հավաքական կամքը լինի։ Այդ հավաքական կամքը պետք է մարդկանց ուղեղների մեջ դաստիարակես, լցես, դուրս տաս, որ իրանք կամաց, հետո նոր ոտի կայնած այդ ազգը ինք իր մեջից կծլի այդ առաջնորդը։ Այո։ Հասկացեք։ Հարգելի պարոն Սարուխանյան, շատ հետաքրքիր է մեր հաղորդումը, բայց ցավոք սրտի մենք մոտենում ենք արդեն 1 ժամին եւ չեմ ուզում այնքան ձգձգվի մեր հաղորդումը, որ ժողովուրդը հետո հոգնի եւ չուզենա նայել, դե գիտեք, ֆորմատը այդպես է, որ ժողովուրդը միջև վերջ հաղորդումը նայի առանց հոգնելու։ Խնդրեմ ձեր եզրափակիչ խոսքը, խնդրեմ։ Շատ բարի։ Նախ մեծ շնորհակալություն ձեզ Լեդրուշ, որ ինձ հրավիրեցիք այս հարցազրույցին։ Հատկապես շատ սակավ դուք լավ նշեցիք այն մեր հաղորդման սկզբից, որ ժամանակի շատ էին ինձ կանչում տարբեր TV-ներ, վերջերս սկսեցին քիչ, որովհետև վտանգավոր եմ, որովհետև TV-ները տերեր ունեն։ Դու եթե որ ճշմարտությունը ասում ես, դու պետք է ասես մի ուղղության վրա։ Տեսեք, երբ որ ես ասում եմ Նիկոլ Փաշինյանը սենց, շատ մեծ հաճույքով կանչում էին։ Բայց երբ որ դու ասում ես նաև Սերժ Սարգսյանը, ասում չէ, հոպ, դե չեղավ, դրան էլ չկանչեք։ Դուրները չի գա։ Կամ հակառակը։ Ուրեմն տեսեք, ինչ որ խոսում են Ռոբերտը, Սերժը կամ իրանց թիմակիցները Նիկոլ Փաշինյանի հասցեին, 100% ճշմարտություն են ասում։ Ինչ որ խոսում են Նիկոլ Փաշինյանի համակիրները, նիկոլականները, նախկինների հասցեին, դրանք էլ 100% ճշմարտություն։ Ուղղակի
Այդ 100%-անոցի մեջ 50-50-ը, Սաշիկին ոնց չի հիշել։ Երբ որ այդ երկու ճշմարտությունը գումարում ես իրար, 100%-անոցը իսկապես դա է դառնում։ Այսինքն ճշմարտության կեսը նրանք են ասում, կեսը նրանք, բայց իրար հաստատենք, որ պահպանեն այդ բալանսը։ Ես ուզում եմ ասեմ հետևյալը. սիրելի հայրենակիցներ, հարազատներս, համախմբվենք Հայաստանի ազատագրության համար, չեմ ասում մեր կազմակերպության, մենք դեռ այդքան կազմակերպություններ չի, սա շարժում է։ Յուրաքանչյուրը կարող եք այս զինվել այս մեր տված գաղափարով ու գաք ասեք առաջնորդը ես եմ։ Մենք էլ օգնենք, առաջնորդը այսօր ես եմ, այսօր ես այդ կազմակերպության համանախագահն եմ։ Դա իմ ընկերներն են որոշել, որ ես պետքա, ասենք, այս բեռը վերցնեմ իմ վրա։ Պետք է իր ավելի շարունակեմ այս բեռը շատ ասել, քան որ ընկերներս են ասում։ Իմ ընկերները բոլորը ճանապարհ անցած, բոլորը մաքրամաքուր մարդիկ են։ Բոլորը, եթե հանրարարել են, ուրեմն ես պետք է դա կատարեմ։ Մենք արդեն նվիրալ ենք, ազգի նվիրալ։ Ես խնդրում եմ ուղղակի, քանի դեռ ժամանակ կա, հաջորդ ընտրություններին մենք շատ մեծ հնարավորություն կունենանք մեր ազգի այս անիվը շրջադարձել հակառակ կողմ, դեպի ճշմարտություն, դեպի ազատագրում։ Դա ձեր ձեռքում է, ինքնակազմակերպվեք տեղերում, մեր հետ կապնվեք, տենանք ինչ ենք անում, խելքի տանք, մեր Հայաստանը փրկենք։ Այսքան բան։ Ես այսքան բանով ուզեմ ավարտել։ Շնորհակալություն, մեր հյուրն էր Գագիկ Սարուխանյանը։ Ստեսություն, հաջողություն։ Ստեսություն։